Անցյալ տարվա վերջ ինձ առաջադրանք էին տվել, որ ես անեմ բարեգի գործ եւ նվիրեմ հեծանիվ մի երեխայի։ Լրացեք բաց թողնումած տեղերը։ Դարձիր ձմեր պապ, Okay։ գտիր հեծանիվ, Որտեղից։ նվիրիր ինչ-որ երեխայի։ Հայկ Սիսարյանը մոտ 11 տարի առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան։ Հետաքրքրվելով YouTube-ում կոնտենտ ստեղծելու գործընթացով 9 տարի առաջ որոշել է բացել իր YouTube-յան ալիքը։ Լայֆհաքերից ու հումորային տեսանյութերից մինչև զվարճանք ու բարեգործություն։ Տարիների ընթացքում Հայկի ստեղծած կոնտենտը փոփոխվել է։ Օրինակ վերջերս ասել էին, որ ես պետքա գնամ եւ լողամ Սևանում, ու ես գնացել եմ եւ լողացել եմ Սևանում։ Ասել էին նվիրիր հեծանիվ երեխային, նվիրել եմ հեծանիվ, նվիրել ենք հեռախոս ու մի խոսքով մարդիկ ինչ ասում են, դա էլ անում ենք։ Մոտ ապագայում YouTube-ում փոփոխություններ են սպասվում։ Հայաստանում Գարնանը սկսելու է աշխատել YouTube-ի դրամայնացումը, մոնետիզացիան։ Օրեր առաջ YouTube-ն այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել։ Հայ ստեղծագործողները կկարողանան դրամայնացնել իրենց բովանդակությունը եւ միանալ ավելի քան 3 միլիոն ստեղծագործողների համաշխարհային համայնքին, որոնք իրենց հետաքրքրությունը YouTube-ում վերածել են բիզնեսի։ Վերջին 4 տարիների ընթացքում մենք ստեղծագործողներին, արտիստներին եւ մեդիա ընկերություններին վճարել ենք ավելի քան $100 միլիարդ։ Հայաստանում գործընկերային ծրագրի առաջիկա մեկնարկով YouTube-ը շարունակում է իր հանձնառությունը զարգացնել համաշխարհային ստեղծագործական տնտեսությունը, ներդրումներ կատարել բովանդակության օգնել հավաքագրել թիմեր եւ հնարավորություն տալ կառուցել հաջողակ բիզնես, թե հարթակում, թե հարթակից դուրս։ Այսպիսով YouTube-ում կոնտենտ ստեղծողները կարողանալու են գումար վաստակել։ Մենք բոլորս էլ հայ յութուբերները ստիպված ենք եղել ուրիշ երկրներում գրանցել մեր ալիքը, բայց ամեն դեպքում, քանի որ Հայաստանից են դիտում, օրինակ 99%-ը մեր աուդիտորիայի, շատ փոքր չնչին գումարներ ենք աշխատել։ Ստիպված ենք եղել, օրինակ, անել ինչ-որ տարբեր համագործակցություններ, տարբեր ընկերությունների հետ, օրինակ գովազդներ ենք արել մեր էջերում ու այդպես ենք գումար աշխատում այս պայմանությամբ։ Ներկայում Հայաստանում YouTube-ով տեսանյութ դիտելուց առաջ կամ դիտելու ընթացքում գովազդ չի ցուցադրվում։ Իսկ այն երկրներում, որտեղ YouTube-ի մոնետիզացիան ակտիվացված է, կոնտենտ ստեղծողի տեսանյութերը դիտելիս գովազդներ են միանում։ Google-ը այդ գովազդներից ստացած եկամտի մի մասը տալիս է բովանդակության հեղինակին։ Այդ է պատճառը, որ որոշ մարդիկ գրանցվելիս այլ երկիր են նշել, ասում է մեդիափորձագետը։ Բայց քանի որ հայաստանյան դիտումների ժամանակ գովազդ չէ ցուցադրվում, ստացվում էր, որ մարդիկ ստանում էին եկամուտ, մենակ երբ որ իրենց տեսանյութը նայում էին այն երկրներում, որտեղ մոնետիզացիան միացրած է։ Դա նշանակում է, որ մարդկանց նայած իհարկե տեսանյութ, բայց հնարավոր եկամուտների 90%-ը ուղղակի չէր գոյանում։ Հիմա քանի որ մոնետիզացիան միացրել են, դա նշանակում է, որ Հայաստանում գովազդ կտեղադրեն, այդ գովազդը կցուցադրվի տեսանյութերում, այդ տեսանյութերի ստեղծողները այդ գովազդից կստանան եկամուտ։ Ըստ Մարտիրոսյանի, բլոգերները, փոդքասթերները, ինչպես նաև լրատվամիջոցները հնարավորություն կունենան եկամուտ ստանալ։ Մնացած բոլորը, ով բլոգեր չեն ու լրատվամիջոց չեն, ստիպված կլինեն ավելի շատ գովազդ դիտել YouTube-ում, որովհետև բնականաբար մարդիկ հիմա իրանց թվում է, որ տենց է, բայց արտասահման գնացողները տեսնում են, որ այնտեղ կտրուկ գովազդի քանակը աճում է։ Անդրադառնալով թեմային, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է. շարունակելու են գործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում եւ պատրաստ են խորացնել գործակցությունը YouTube-ի եւ տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։ Այսպիսով ամենայն հավանականությամբ դրամայնացումը ապրիլի վերջին մայիսի սկզբին կակտիվացվի։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հավետյան, Լուրեր։